Նկատեցի, Տաշիր Սամոյի խմբակ փորձում է ժողովրդին երեսով տալ, որ ժամանակին Սերժ Սարգսյանի օրոք կառուցել կամ նորոգել է կառավարական առանձնատներից մեկը։ Իրականում ժողովուրդ ջան, սա շատ պարզ ու հասարակ գործարք էր Տաշիր Սամոյի ու Սերժ Սարգսյանի միջև։ Այսինքն Տաշիր Սամոն նորոգում էր Սերժի կեցավայրը, դրա դիմաց ինչ-որ բան ստանալու պայմանով։ Օրինակ Տաշիր Սամոյի եղբայրը նշանակվում էր Սերժի աշխատակազմի ղեկավար, կամ Տաշիր Սամոյի եղբայրը դառնում էր ՀՀԿ խմբակցության ղեկավար, կամ Տաշիր Սամոյի եղբայրը առաջադրվում էր որպես պատգամավորի թեկնածու ՀՀԿ ցուցակով։ Այսինքն այս ամեն ինչը արվել է Տաշիր Սամոյի ու Սերժ Սարգսյանի միջև շատ պարզ գործարքի արդյունքում, ու այս մարդիկ փաստացի իշխանություն են կիսել երկրում, բայց հիմա գալ ու փորձել թանկով վաճառել այս ամեն ինչը ժողովրդի վրա, երեսով տալ, թե ժամանակին Սերժի կեցավայրն է Տաշիր Սամոն նորոգել, կամ Սերժին ուղեկցող մեքենայի անվադողերն էլ փոխել Տաշիր Սամոն, կներեք, բայց չի ստացվի։ Այս պետությունը այլևս ձեր դուքյանը չէ, անկախ նրանից, թե դուք ինչեր եք արել Սերժ Սարգսյանի համար։